Գիրք Եզեկիել, գլուխ 23։ Եվ Տիրոջ խոսքը եղավ ինձ ասելով. Մարդի որդի, երկու կանայք կային, մեկ մոր աղջկերք, և նրանք պոռնկություն արին Եգիպտոսումը, իրանց մանկությունումը պոռնկություն արին, այնտեղ ճմլվեցան նրանց ծիծերը, և այնտեղ շոշափեցին նրանց կուսության ստինքները, և նրանց անունները մեծինը Վողղա, և նրա քրոջինը Վողղիբա էր, և նրանք իմն էին, և տղերք ու աղջկերք ծնեցին, և նրանց անունները Սամարյան Վողղա է, և Երուսաղեմը Վողղիբա։ Եվ Վողղան իմը լինելով պոռնկություն արավ, և սիրահարվեցավ իր սիրականների վրա, այսինքն իր դրացի ասորեստանցիների վրա, կապուտակ հագնող կուսակալների և նախարարների վրա, բոլորը շնորհալի երիտասարդներ, ձիավորներ, ձիանքեցած։ Եվ նա իր պոռնկությունը նրանց ընծայեց, Ասորեստանի ընտիր որդկանցը ամենին, և այն ամենովը, որոնց վրա սիրահարվել էր, նրանց բոլոր կուռքերովը պղծվեցավ, և իր Եգիպտոսից բերած պոռնկությունները չձգեց, որովհետև նրա հետ պառկել էին նրա մանկության ժամանակին, և նրանք շոշափել էին նրա կուսական ստինքները, և իրանց պոռնկությունը թափել էին նրա վրա։ Դրա համար ես նրան հանձնեցի իր սիրականների ձեռքը, Ասորեստանի որդկան ձեռքը, որոնց վրա նա սիրահարվել էր։ Նրանք բաց արին նրա ամոթույքը, առան նրա տղերքն ու աղջկերքը, և իրան էլ սրով սպանեցին, և նա անվանի եղավ կանանց մեջ, և դատաստաններ գործադրեցին նրա վրա։ Եվ նրա Վողղիբա քույրը տեսավ, և նրանից ավելի ապականություն արավ իր տրփանքովը, և իր պոռնկությունները իր քրոջ պոռնկություններից ավելի։ Ասորեստանի որդկանցը սիրահարվեցավ կուսակալներին և նախարարներին, իր դրացիներին, որոնք հագված էին շքեղությունով, ձիավորներ, ձիանքեցած, բոլորը շնորհալի երիտասարդներ։ Եվ տեսավ, որ պղծվեցավ, երկուսին էլ ճանապարհը մեկ էր, և իր պոռնկությունները ավելացրեց։ Երբ որ մարդիկ տեսավ պատի վրա փորագրված, քաղդեացիների պատկերները կարմիր ներկերով նկարված, իրանց մեջքերը գոտի կապած, գույնզգույն խոյրեր իրանց գլուխներին, ամենքը իշխանների կերպարանքով իրանց ծննդյան երկրի քաղդեացիների Բաբիլոնի որդկանց նմանությունովը, այն ժամանակ դրանց սիրահարվեցավ, աչքերը տեսածին պես, և դեսպաններ ուղարկեց նրանց մոտ քաղդեացիների երկիրը, և Բաբիլոնի որդիքը նրա մոտ մտան տրփանքի անկողինը, և նրան պղծեցին իրանց պոռնկություններովը, և նա պղծվեցավ նրանցով, և նրանցից բաժանվեցավ նրա հոգին, և նա բաց արավ իր պոռնկությունները, և բաց արավ իր ամոթույքը, և իմ հոգին էլ բաժանվեցավ նրանից, ինչպես որ հոգիս բաժանվել էր նրա քրոջից, և նա շատացրեց իր պոռնկությունները, հիշելով իր մանկության օրերը, որ պոռնկացել էր Եգիպտոսի երկրումը, և նա սիրահարվեցավ իր տարբածուների վրա, որոնց մարմինը էշերի մարմին է, և ցանկությունը ձիերի ցանկություն։ Եվ դու մտիկ տվիր քո մանկության եղեռնագործությանը, եգիպտացիները քո ստինքները շոշափեցին քո մատաղության ծծերի պատճառով։ Սրա համար, ով Վողղիբա, այսպես է ասում Տեր Եհովան, ահա ես քո սիրականներին վեր եմ կացնելու քեզ վրա, որոնցից քո հոգին բաժանվել է, և նրանց քեզ վրա եմ բերելու ամեն կողմից, Բաբիլոնի որդիներին և բոլոր քաղդեացիներին, Փակուդին, Սուեին և Կուեին, Ասորեստանի բոլոր որդիքը նրանց հետ, բոլորը շնորհալի երիտասարդներ, կուսակալներ և նախարարներ, ամենքը զորագլուխներ և անվանիներ, ձիհեցնողներ, և նրանք պիտի գան քեզ վրա զենքերով, կառքերով ու անիվներով, և ժողովուրդների բազմությունով, և վահան ու ասպար և սաղավարտ պիտի դնեն քեզ դեմ շուրջանակի, և նրանց առաջին պիտի դնեմ դատաստանը, որ նրանք քեզ դատեն իրանց դատաստաններովը, և ես իմ նախանձը պիտի քեզ դեմ ուղղեմ, և նրանք քեզ հետ բարկությամբ պիտի վարվին, քիթդ ու ականջներդ պիտի վեր առնեն, և մնացորդդ սրով պիտի ընկնե, նրանք պիտի առնեն քո տղերքն ու աղջկերքը, և մնացորդդ կրակով պիտի այրվի, և քեզանից պիտի հանեն քո հանդերձները, և պիտի առնեն քո զարդարանքի բաները, և ես պիտի դադարեցնեմ քո պղծագործությունները քեզանից, և Եգիպտոսի երկրից բերած պոռնկություններդ,
և աչքերդ պիտի չբարձրացնես դեպի նրանց, և մյուս անգամ չես հիշի Եգիպտոսը, որովհետև այսպես է ասում Տեր Եհովան. ահա ես քեզ մատնեցի նրանց ձեռքը, որոնց դու ատում ես, որոնցից բաժանվել է քո հոգին, և նրանք քեզ հետ ատելությունով պիտի վարվին, և պիտի առնեն քո բոլոր վաստակը, և քեզ մերկ ու տկլոր պիտի ձգեն, և պիտի բացվի քո պոռնկության ամոթույքը, և քո պղծագործությունն ու քո պոռնկությունները. սրանք պետք է կատարվին քեզ վրա, որովհետև դու ազգերին հետևելով պոռնկություն արիր, նրա համար, որ դու պղծվեցար նրանց կուռքերովը, դու քո քրոջ ճանապարհովը գնացիր, ես էլ նրա բաժակը քո ձեռքին դրի. այսպես է ասում Տեր Եհովան. դու պիտի քո քրոջ խոր և լայն բաժակը խմես, դու պիտի ծաղր ու ծանակ լինես, նա շատ կպարունակե, հարբեցությունով ու տրտմությունով պիտի լցվիս, ապշության ու հիացության բաժակ է քո քրոջ Սամարիայի բաժակը, և դու պիտի խմես նրան, և քամես, և նրա կտորները պիտի լիզես, և պիտի ստինքներդ նրանցով պատառոտես, որովհետև ես եմ խոսել, ասում է Տեր Եհովան. սրա համար այսպես է ասում Տեր Եհովան. որովհետև դու ինձ մոռացար և ինձ քո մեջքի քամակը գցեցիր, ուրեմն դու էլ կրիր քո պղծագործություններն ու պոռնկությունները. և Տերն ասեց ինձ. մարդի որդի, միթե դու դատելու ես Ողային և Ողիբային, ապա նրանց պատմիր իրանց պղծությունները, որովհետև նրանք շնություն են արել, և արյուն կա նրանց ձեռքերին, և իրանց կուռքերովը շնացել են, և իրանց որդկածն էլ, որոնց ծնել էին ինձ համար, կրակով անցկացրին նրանց համար, որ կերակուր լինեն. դեռ սա էլ արին ինձ, իմ սրբարանը աղտոտեցին այն օրը, և իմ շաբաթները պղծեցին, որովհետև իրանց որդկանցը մորթեցին իրանց կուռքերի համար, և միևնույն օրը մտան իմ սրբարանը, որ նրան պղծեն. և ահա այսպես արին իմ տան մեջ, և մինչև անգամ լուր ուղարկեցինք հեռվից եկող մարդկանցը, որոնց մոտ պատգամավորը գնալուն պես նրանք ահա իսկույն եկան, որոնց համար դու լվացվեցար, աչքերիդ ծարույր դրիր և զարդերով զարդարվեցար, և պատվական բազմոցի վրա նստեցիր, և պատրաստված սեղան կար նրա առաջին, և իմ խունկն ու յուղը դրիր նրա վրա, և նրա հետ ուրախություն անող մի բազմության ձայն կար, և ռամիկ մարդկանց հետ անապատից գինեմոլներ բերվեցան, և նրանք ապարանջաններ էին դնում նրանց ձեռքերին, և պարծանքի թագեր նրանց գլխին, և ես ասեցի շնությունների մեջ պառավածին վրա. հիմա նրա պոռնկությունների հետ կպոռնկանան, և նրա մոտ կմտնեն պոռնի կնկամոտ մտնելու նման, նույնպես մտան Ողայի և Ողիբայի մոտ, այդ պղծագործ կանանց մոտ, և արդար մարդիկ իրանք պիտի դատեն նրանց շնացող կանանց դատաստանովը և արյունահեղների դատաստանովը, որ նրանք շնացողներ են և արյուն կա նրանց ձեռքին, որովհետև այսպես է ասում Տեր Եհովան. ես նրանց դեմ ժողով պիտի կանգնեցնեմ, և նրանց պիտի մատնեմ տանջանքի և հափշտակության, և ժողովքը պիտի նրանց քարկոծե քարերով, և նրանց կտորե իրանց սուրերովը, նրանց տղերքն ու աղջկերքը սպանե, և նրանց տները կրակովայրե, և պիտի դադարեցնեմ պղծագործությունը երկրից, և բոլոր կանայքը պիտի խրատվին, որ ձեր պղծագործությունների պես չանեն, և ձեր պղծագործությունը ձեզ վրա պիտի դնեն, և դուք ձեր կուռքերի մեղքերը պիտի կրեք, և գիտենաք, որ ես եմ Տեր Եհովան։